Ժորժ ջան, հիշ մեկին չէին ասում, որ բանակը քանդում ենք, որ բանակը թալանում ենք, տանում ենք Կանադա ենք տուն առնում, Շվեյցարիա ենք տուն առնում, Ֆրանսիա ենք տուն առնում, հիմա տեսակ ինչա տեղի ունեցել, այդտեղ այդ օրը միլիարդների զենք անցել ձեր աչքի առաջ, բայց դա ընդ որում 7 տարբեր երկրների արտադրանք, 7 տարբեր երկրների, սա ինչով է կարևոր, որովհետև երբ որ ժամանակին մենք 1-2 երկրներից ենք զենք ձեռք բերում եւ եղել է վճռական պահեր, երբ որ մեր զենքի մատակարարման ճամփեն փակել են։ Եղել են պահեր, ժողովուրդ, մենք 100 միլիոնով փող ենք փոխանցած եղել, մեր զենքը չեն տվել մեզ, որովհետև մեզ ուզեցել են Հայաստանի շահերին հակասող որոշումներ պարտադրել։ Բայց ես ձեր օգնությամբ, միայն ու միայն ձեր շնորհիվ ես կայացել եմ ոտերից վրա ամուր կանգնեմ Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերում։ Եվ ոնց որ այսօր մենք զենք առնում ենք ոչ թե 1-2 երկրից, այլ 7 ամբողջ միջազգային զենքի շուկան մեզ համար բաց է։ Եվ այսօր էլ նույն վիճակը մեր քաղաքականությունն է սա։ Այո, մենք պետք է արտադրենք շատ բիբար, շատ լոլիկ, շատ ծիրան, շատ ձուկ, շատ բան, շատ ալկոհոլային խմիչք, բայց մենք պետք է ոչ թե 90% արտահանենք մի երկիր, որ դա մեզ համար դառնա ազդեցության լծակ։ Եթե դա ազդեցության լծակ է, ոնց ուզենք օգտագործել։ Մի օր տրամադրությունը լավ չի լինի, կասեն, սենց պետք է անենք, նենց պետք է անենք։ Բայց երբ որ դա մենք ոնց որ զենքը 7 տարբեր երկրից ենք ձեռք բերում, ընդհակառակ իրանց սկսում են մրցակցել իրար հետ, ու դա տեղի է ունեցել։ Մենք սկսեցինք կոնկրետ երկրների հետ պայմանավորվեցինք զենք առնելու շուրջ, իրանց զենքի շուկան մրցակից երկրներ եկան մեզ ավելի լավ առաջարկներ տվին, ավելի լավ գներ տվեցին։ Հետո են մյուսները եկան իրանց լավ պայմանները ավելի լավացրին։ Եվ մենք այսօր ունենք նոր բանակ, ինչի առիթով ես ձեզ բոլորից շնորհավորում եմ։ Բայց ամենակարևորներից մեկը եւ հանրապետության հրապարակում ենթադրում եմ տներում էլ այդ նույն վիճակը, ամեն անգամ երբ որ հաղորդավարը ասում էր հրապարակ է մտնում հայրենական արտադրության զենք, հրապարակը պայթում էր ծափերից։ Եվ ես այո ուրախ եմ 2021 թվի Ժորժ ջան 170 միլիարդ դրամ կառավարությունը ներդրել է ռազմարդյունաբերական համալիրում, 170 միլիարդ դրամ։ Եվ այսօր մենք ունենք ռազմարդյունաբերական համալիր, եւ այդ ռազմարդյունաբերական համալիրի ոչ բոլոր, բայց հիմնական նմուշները դուք տեսաք զորահանդեսին։ Իմիջիալոց վաղը մարզահամերգային համալիրում բացվում է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը, որտեղ շատ ավելի լայն տեսականի է Հայաստանի արտադրության ցուցադրվելու։ Բայց այսօր կարող եմ ուրախությամբ նշել, որ Հայաստանը զենք է արտահանում առաջին պայմանագրերն են, Ժողովուրդ ջան, եկեք ծավալների մասով էլ չչափազանցնենք, բայց արդեն տասնյակ միլիոն դոլարից ավել պայմանագրեր են կնքվել զարգացած երկրների հետ, սա շատ կարևոր է, զարգացած երկրների հետ։ Սա նոր որակի պետություն է, բայց ուզում եմ ասել, էս էլ օթիկ չինք է, Ժողովուրդ ջան։ Մենք 2021-ից 2025 թվականներին գիտության ֆինանսավորումը 2.8 անգամ ավելացրել ենք։ Մենք գիտության ոլորտում 100-ից 300% աշխատավարձերը բարձրացրել ենք։ Մենք Հայաստանում 20 միլիարդ դրամ ենք տրամադրել գիտահետազոտական կազմակերպություններին սարքավորումներ տրամադրելու համար։ Եվ այդ է որ արտահայտվում է մեր ռազմարդյունաբերական համալիրում։ Եվ մենք այսօր գիտությունից մի ժամանակ շատ մեծ արտագաղթ կար, հիմա ընդհակառակը մեր գիտնականները վերադառնում են եւ աշխատում են Հայաստանում։ Եւ մենք խնդիր ենք դրել մինչև 2031 թվականը մասնավորի հետ համագործակցության գիտության ֆինանսավորումը հասնել հնայի 1%-ի եւ մենք պետք է շատ աշխատենք այդ ուղղությամբ։ Բայց Ժողովուրդ ջան, նոր որակի պետությունը ենթադրում է նոր որակի կյանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։